Քանի որ բոլորը տարբեր քաղաքացիների շնորհակալություններ են փոխանցում, ես ուզում եմ իմ անձամբ իմ շնորհակալությունը փոխանցել, որովհետև երևի իմ երեխան առաջին իսկ շահառուներից եղավ այս համակարգի, ում վիրահատեցին, կույրաղիքը վիրահատեցին իմ 5-ամյա երեխայի, ինքը վիրահատությունը կարծեմ 400,000-ից ավել էր, բայց ես ոչ թե ստիպված էի ֆինանսական հարցեր լուծել կամ տարբեր փաստաթղթեր, միակ փաստաթուղթը, որ ես ստորագրել եմ այդ շտապօգնության գալուց եւ երեխային դուրս գրելու արանքում եղել է վիրահատության թույլտվության, որպես ծնող վիրահատության թույլտվության համաձայնագիրը, այն հոգատարությունը, այդ հիվանդանոցային պայմանների բարելավումը եւ այլն ես կուզենայի արձանագրեի ու կարծում եմ, որ սա շատ կարեւոր նաեւ հանգամանք է, որ այս համակարգը թույլ է տալու հիվանդի հարազատին այդ իրավիճակում լուծել ոչ թե ֆինանսական կամ փաստաթղթերի խնդիրներ, այլ ռեալ զբաղվել իր հիվանդով, ռեալ զբաղվել իր հարազատով եւ հարցը, որ կուզենայի տալ, տեսեք, իրանք տարան շտապօգնության, բայց մենք ունենք բուժ հաստատություններ, որոնք չունեն պայմանագիր հիմնադրամի հետ։ Ես ենթադրում եմ, որ շտապօգնությունը առաջնահերթություն տալիս է այն բուժ հաստատություններին, որոնք ունեն այդ պայմանագիրը հիմնադրամի, եթե հիվանդը ինքը չունի նախընտրություն, ես ճիշտ եմ հասկանում, թե չէ, էլի, որտեղ կարծում եմ տենց պետք է լինի։ Ուրեմն մեր շտապօգնության գործնեության մեխանիզմում սկզբունքը դրված է այսպես, որ պացիենտին տեղափոխում են ամենամոտ բժշկական կենտրոնը, որովհետև այստեղ էլ մենք այդ խնդիրը ունեցել ենք, որ եթե դա հատուկ բացառություն չէ եւ մենք դա էլ ենք սահմանել, որ օրինակ անձը ունի սրտի որևէ խնդիր, որ նախկինում մի բժշկական կենտրոնում է ստացել եւ կարիքը կա, որ անպայման վերադառնա նույն կենտրոնը, ապա այո, մարդը եթե շտապօգնության կարիք ունի, ուրեմն պիտի նրան տեղափոխեն ամենամոտ բժշկական կենտրոնը։ Պարոն Պասիլյան, ես ձեզ ասեմ, մանավանդ մանկական ծառայության եւ հիվանդանոցային շտապ դեպքերի առումով մենք Երևան քաղաքի եւ մարզային բոլոր բժշկական կենտրոնները ունեն պայմանագրեր ապահովագրության շրջանակներում։ Այսինքն, երբ որ խոսում ենք առանձին կլինիկաներ, որոնք որ այո կարող է դեռ չունեն, որովհետև հայտերը դիտարկում ենք կամ հետագայում չեն ուզի պայմանագիր ունենան, դա շատ սպეციფიկ նեղ պլանային դեպքեր սպասարկող բժշկական ծառայությունների մասով է, բայց ընդհանուր առմամբ, ինչպես նշեցի, մեր Հայաստանում արկա փաթեթում ներառված ծառայություններ ապահովող մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը այս համակարգում ներառված է լինելու։